Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնավորվել է, որ 2000-ից 2018 թվականների ընթացքում Հայաստանի նախագահի առաջին օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած անձը հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 4 միլիարդ 921 միլիոն 300 հազար դրամի չափով գումար ապօրինի եղանակով ստացված եկամուտները։ Պարզվել է, որ վերը նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ վերջինիս մերձավոր ազգականների անվամբ 2004-ից 18 թվականների ընթացքում գրանցվել է Երևանում եւ Հայաստանի մարզերում գտնվող հիշյալ պաշտոնյային փաստացի պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Բարձրաստիճան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայում գտնվող եւս 10 անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391 միլիոն 920 հազար դրամին համարժեք 920 հազար ԱՄՆ դոլար։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Միկրչյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից օգուտ Հայաստանի բռնագանձել Երևանում գտնվող 2 անշարժ գույք, 1 շարժական գույք, 1 իրավաբանական անձուն մասնակցության իրավունք, 1 գնման իրավունք, 38 միլիոն 118 հազար դրամ, 5 միլիոն 255 հազար դրամ, 2004-ից 2023 թվականների ընթացքում 5 միլիոն 255 հազար դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարզել են, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է ոլորտը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360 միլիոն դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա պետական բյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է նշված չափով գումար։ Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել։ Մայիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում 55-ամյա կինը կոնտ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի եւ իր բջջային հեռախոսով հավաքելով ուղևորցի չափը ցույց է տվել վարորդին։ Վարորդը հրաժարվել է տեղափոխել, հափշտակել է հեռախոսը ու փորձել հեռանալ։ Այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին, ստանալով վնասվածքներ։ Մայիսի 30-ին մայրաքաղաքի ամերիկյան փողոցում պարեկները հայտնաբերել, ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին։ Նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված հեռախոսը։ Մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռիգայի փողոցի մի տնից գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 32-ամյա օտարերկրացու։ Մինչ այդ ահազանգ է ստացվել նաև նշված տան սեփականատիրոջից։ Պարզվել է, որ անհայտ անձինք մուտք են գործել նշված տուն, ծեծի ենթարկել վարձակալության բնակվող օտարերկրացի երիտասարդներին ու զենքի գործադրման պահանջել կրիպտո արժույթ։ Ոստիկանության ծառայողները վնասազերծել ու ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի 31 եւ 35 տարեկան երկու տղամարդու։ Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել ու բաժին է տարվել 2014 թվականից Ուզբեկստանի իրավապանների կողմից մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացի 46-ամյա մի տղամարդ։ Պարեկները մայրաքաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդու։ Դրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփշտատուփ, լիցքավորված 2 փամփուշտով եւ ծալովի դանակ։ Հունիսի 3-ին Արմուս գյուղի Տիգրանաձորի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյան իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել հետիոտան Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա ՊՆ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որը վիրավորին տեղափոխել է բժշկական կենտրոն։ Վարորդը եղել է սթափ։ Հունիսի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում բախվել են Mercedes, Kia, Volkswagen ու Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունիսի 2-ին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են Infiniti FX35, Nissan Altima, Ford Focus, Mercedes, Volvo մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, տուժածներ չկան։ Հունիսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում է ավտոմեքենա կատուժած։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել, ապա ամառել են հրդեհը։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, վարորդը եւ ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Հունիսի 2-ին համայնքային ոստիկանության աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ ապօրինի կերպով պահում է հրազեն եւ ռազմամթերք։ Նույն օրը ժամը 13-ին Կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ եւ սվին դանակ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։